Սիրելիներս, ինչպես անցյալ կիրակի նման մի նախաբանով սկսեցինք, անցյալ կիրակի մեր քարոզինյութը ինչն էր, Քրիստոս Հիսուսի համբարձումն էր։ Եվ սրտի ցավով ես ընդունեցի իմ մեղքը եւ եկեղեցու մեղքը, ամբողջ աշխարհով մեկ տարածված, թե ինչքան շատ է անտեսված ու անտեսված է մինչև այսօրվա օրը, ինչը համբարձման գաղափարը։ Եվ այսօր նմանատիպ նաև նույն կարգավիճակն է։ Այսօր Պենտեկոստեի տոնն է։ Գիտեք ինչ է։ Պենտեկոստե դա նշանակում է եկեղեցու սկզբնավորումը, եկեղեցու հիմքը։ Այսօր մենք եկել ենք, որպեսզի եկեղեցու բրտեյը տոնենք, որտեղ ծնունդ առավ եկեղեցին, որտեղ վերնատնից։ Միջև այդ եկեղեցի չկար։ Քրիստոս Հիսուս կար, տերերի Տեր ու փառավոր Աստվածը։ Բայց ասեց, ես պետք է գնամ, որպեսզի հիմքը դնեմ ինչով Սուրբ Հոգու զորությունով, որպեսզի տարածվի ողջ աշխարհով մեկ, եւ այդպես էլ եղավ։ Այսօր եկեղեցու ծնունդն է։ Այսօր ողջ աշխարհի քրիստոնյա եկեղեցիները պետք է պարտադիր հիշեն այս ծնունդը։ Բայց ինչքանով է հիշվում, սրտի ցավով ոչ այդքան։ Բացադրեմ գաղափարս, առանց քարեր շպրտելու, ինչ այլ եկեղեցիների վրա։ Ինչպես գիտեք, Քրիստոս Հիսուսով խոստումով, երբ նա համբարձվեց, որտեղ եղավ համբարձումը, Գալիլեայի երկրամասում։ Գալիլեայի լճի մոտ նա հանդիպեց աշակերտներին, նրանց հետ ունեցավ վերջի ուտելիքը եւ համբարձվեց նրանց աչքերի առջև։ Բայց նրանց ասեց. «Վերադարձեք Երուսաղեմ եւ ոչինչ չձեռնարկեք, ոչ մի բան, այլ մեկտեղ եկեք ու աղոթեք, մինչև որ երկնքից ինչ արնեք, զորություն ստանաք»։ Եվ նրանք մեկտեղ էին գալիս։ Գործառաքելոց գրքի մեջ մենք կարդում ենք, որ նրանց մեկտեղ եկածը կոչվեց վերնատուն։ Աստվածաբանների ուսումնասիրության մեծ հավանականությամբ մտածում եմ, որ դա Մարկոս Ավետարանչի հայրական տունն էր այդ վերնատան մեջ։ Դա տեղ էր ու վայր էր, տարածք էր, որովհետև փաստեր եւ գիտություններ կա, որ նրանք մեծահարուստներ էին, երբ քրիստոնեություն ընդունեցին ու Քրիստոսի աշակերտները դարձան։ Ինչևից է, էական չէ, էականը նա է, որ տեղ կար, որտեղ հավաքվել էին, եւ նրանք 120 էին։ Եվ ինչպես Քրիստոսը խոստում էր տրել, պարտադրել էր, ստիպել էր, հաստատել էր, որ նրանք ոչ մի բան չձեռնարկեն, որտեղ արդեն նրանց կարգավիճակ այդ 40 օրվա ընթացքում, երբ նա հարությունից հետո նրանց հետ հանդիպել էր, մենք տեսանք նրանց տիպիկ մարմնի արտահայտության ինչը կարգավիճակը, նրանք փակ դուռ ու պատուհանների ներսում վախեցած նստած սպասում էին։ Եվ Թոմաս այն տիպիկ արտահայտություն էր, որ ամեն մի առաքյալ կարող էր նմանատիպ մոտեցում ունենալ, թեկուզ 3 տարի տերերի Տեր ու փառավորած Քրիստոսի Հիսուսի հետ էին քայլել, տեսել էին նրա հրաշագործությունները ու տեսել էին նրա խոսքի զորությունը, տեսել էին նրա աստվածությունը, թեկուզ մարմնի մեջ բարփակված։ Բայց մարդս այդպեսին է։ Ինչևից է, եւ եկավ այդպիսի օրը։ Պենտեկոստե բառը Սուրբ գրային բառ չէ։ Մի քիչ հետո կբացատրեմ։ Դա հունարեն լեզվով, որովհետև նոր կտակարան գրվել է հունարեն լեզվով, դա նշանակում է 50-րդ։ Այդպես է կոչվում։ Pentecost, այսինքն 50-րդ։ Բայց իհարկե դա արմատներ ունի, որտեղ փառավորած Աստվածը ամեն ինչ հաստատել էր, դեռ երկինք ու երկինք չեղած, նա ամեն ինչ իր կարգի մեջ հաստատել էր, ինչի, որովհետև նա անսահմանափակ Աստված է, եւ ժամանակները եւ իրավիճակները նրան չի սահմանափակում, եւ երբ որ Աստծո խոսքի մեջ հին ուխտը համեմատում ես նոր ուխտի հետ, եւ տեսնում ես նրա հրաշք փառավոր ամբողջ ծրագիրը, մի անգամ եւս հիացմունք ես ապրում։ Վերադառնանք Պենտեկոստեի տոնին, որ այսօր սրտի ցավով ոչ բոլոր եկեղեցիները ու հարանվանություններն են ընդունում այսօրվա այս տոնական օրը եւ ճանաչելով Քրիստոսի եկեղեցու ծննդյան օրը։ Ինչպես գիտեք, հիմք դրվեց վերնատնից քրիստոնեությունը եւ կարճ ժամանակից հետո, այսինքն 400-ական թվականների մեջ 4-րդ դարաշրջանում
հռոմեական կայսրությունը ընդունեց քրիստոնեությունը եւ քրիստոնեությունը սկսեց տարածվելով ամբողջ աշխարհով մեկ, մինչ այդ արդեն աշխարհով մեկ տարածվել էր, ինչպես Աստված հրաման էր տվել առաքյալներին։ Եվ ժամանակի ընթացքում ստեղծվեց կաթողիկ եկեղեցին։ Ինչպես այսօր գիտեք, եւ սրանից 1-2 ամիս առաջ վերընտրվեց նոր, այդպես ասած, կաթողիկ եկեղեցու առաջնորդը Պապը։ Այսօր մեր հայկական եկեղեցին կաթողիկ եկեղեցու մասնաճյուղը չէ։ Ոչ քրիստոնեությունը բաժանված է 3 մասնաճյուղերի՝ կաթողիկեն, ուղղափառը եւ բողոքական եկեղեցին։ Այդպես է։ Դա իմ որոշած չէ, այդպես է, կարգը այդպես է, իմացությունը, իմաստությունը, ինֆորմացիան այդպես է։ Ոչ քրիստոնեություն բաժանված է 3 մասնաճյուղերի, 3 հանրամանություն, ինչպես ուզում ես, կաթողիկեն, ուղղափառը եւ բողոքական եկեղեցին։ Իհարկե ուղղափառ եկեղեցին, որ մեր լուսավորչական եկեղեցին, այդպես է կոչում Հիսուս Քրիստոսի առաքյալների եկեղեցի, նրանք ասում են, որ մենք ենք ամենաառաջինը սկզբնավորը, բայց իրականության մեջ ուղղափառ եկեղեցին պաշտոնական կարգով հաստատվել է 1054 թվին, 1054 թվին։ Այսօր չեն կոչում օրթոդոքս եկեղեցի, կոչում են Eastern Orthodox, եւ դա պատճառ ունի, որտեղ ուղղափառ եկեղեցին արևմուտքում ընթաց չստացավ։ Սկզբնավորվեց, բայց ընթաց չստացավ։ Ինչպես գիտեք, ուղղափառ եկեղեցին շատ ավելի տարածում ունեցավ արևելքում։ Այսօր մեր եկեղեցին, հայոց եկեղեցին, ուղղափառ եկեղեցու մասնաճյուղն է, որ ինքնիշխան է, ոչ մեկից կախում չունի։ Կաթողիկ եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ մի եկեղեցի, մի պապ ունի։ Այսօր վրացիները իրենք ուղղափառ եկեղեցի են, իրենց առաջնորդ ունեն։ Ռուսական եկեղեցին ուղղափառ եկեղեցի է, իրենց առաջնորդ ունեն։ Հունական եկեղեցին ուղղափառ եկեղեցի է, իրենց առաջնորդ ունեն։ Բուլղարական եկեղեցին ուղղափառ եկեղեցի է, Սերբիան ուղղափառ եկեղեցի է, Ռումինիան իր ուղղափառ եկեղեցին է, Բուլղարիան իր ուղղափառ եկեղեցին ու իրենց առաջնորդներ ունեն։ Չտարածեմ։ Նրանք ամեն մեկի ինքնիշխան ինչ են անում, իշխանավորություն են անում։ Ամեն մեկը իր եկեղեցին է, իր կաթողիկոսն է, իրենց առաջնորդն է եւ իրենց եկեղեցիներն են։ Հասկանում եք, եւ դրա համար կոչվեց Eastern Orthodox Church, որովհետեւ ուղղափառ եկեղեցին տարածում գտավ արևելքում ավելի շատ, քան թե արևմուտքում։ Եվ ինչպես գիտեք, Մարտին Լութերով, որը կաթողիկ եկեղեցու ինչ էր, առաջնորդ էր, վարդապետ էր Աստծո խոսքի, աստվածաբանության գիտությունների դոկտորա էր, նա սկսեց ինչը, բողոք, որ Աստվածաշունչը պետք է թարգմանվի աշխարհի բոլոր լեզուներով եւ պետք է հասանելի լինի ամեն մարդ արարածի եւ ամեն մարդ ուղիղ կապ կարող է ունենալ Հիսուս Քրիստոսի հետ։ Միջանկյալը քահանաներ, եպիսկոպոսներ, arczepiskoposներ, կաթողիկոսներ, պապեր չպետք է լինի եւ դրա բողոք դա էր։ Եվ սկիզբ դրվեց ինչի բողոքական եկեղեցու։ Այսօր ես ու դու որ այստեղ նստած ենք, այդ բողոքական եկեղեցու անդամակցությունը ունենք։ Հասկանալի է։ Եվ այն խոսքը, որ սկզբում ասեցի, վստահ չեմ, որ ոչ բոլոր եկեղեցիներն այսօր տոնում ու մեծարում որպես եկեղեցու հիմքը, ծնունդը, առանց վարանելու պետք է ասեմ, որ այսօր կաթողիկ եկեղեցին Պենտեկոստեի օրը չի տոնում։ Այսօր կարող եմ ասել, որ ուղղափառ եկեղեցին, օրթոդոքս եկեղեցիների մեծամասնությունը այսօրվա Պենտեկոստեի տոնը չի մեծարում, չի տոնում, չի հիշատակում, չի ընդունում որպես եկեղեցու սկիզբը, թեկուզ աստվածաշնչային է, իրական է։ Եվ թող չզարմացնի ձեզի, երբ որ այսօր մեր հայոց եկեղեցու, ուղղափառ եկեղեցու առաջնորդը բողոքական եկեղեցիների ներկայացության Հայաստանում կոչում է ինչ, կոչում է աղանդավոր։ Դա միանշանակ խոսում է իր անգրագիտության մասին։ Հիմա կասեք, դա ինչ իրավունքով ես ասում։ Որովհետև եթե եկեղեցու պատմությանը ծանոթ լիներ այդ մարդը, պետք է հասկանար, որ բողոքական մասնաճյուղ կա,
Պենտեկոստալները ընդամենը բողոքական եկեղեցու մի մասն են, մի բաժինն են, բայց բողոքական եկեղեցի կա, այսօր բապտիստ եկեղեցին կոչվում է բողոքական եկեղեցի, այսօր պրեսբիթերյան եկեղեցին կոչվում է բողոքական եկեղեցի, մեթոդիստ եկեղեցին կոչվում է բողոքական եկեղեցի, լութերական եկեղեցին կոչվում է բողոքական եկեղեցի, անգլիչյան եկեղեցին կոչվում է բողոքական եկեղեցի, եւ երբ որ այդ մարդը կանգնում եւ ասում է մեր հայ ազգի մեջ բողոքական եկեղեցին աղանդավորությունը, դա իր տգիտության մասին է խոսում, ուրիշ ոչ մի բան, որտեղ նա չգիտի, որ բողոքական եկեղեցին եկեղեցի է, եւ ի տարբերություն կաթողիկ եկեղեցի եւ ի տարբերություն ուղղափառ եկեղեցի, բողոքական եկեղեցին միակ եկեղեցին է, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված է։ Դու գնաս Չինաստան, միգուցե եւ մեծ հավանականությամբ ուղղափառ եկեղեցի չես գտնի։ Կարող է 1-2 կաթողիկ եկեղեցի, բայց փաստ ու իրականություն կա, որ միլիոնավոր ու 100 միլիոն բողոքական եկեղեցու անդամակցություն կա Չինաստանում։ Նույնիսկ Նորթ Կորեայում բողոքական եկեղեցին ողջ աշխարհով մեկ տարածված է եւ տարածվել է նաեւ Հայաստանում։ Այսօր Հայաստանում կա, Վրաստանում կա, նույնիսկ Ադրբեջանում կա, թեկուզ փոքր քանակությամբ։ Բողոքական եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ տարածված է եւ այդ մարդը Հայաստանի բողոքական եկեղեցուն կոչվում է աղանդավորություն։ Վերադառնանք մեր նույնին։ Պենտեկոստեի օրը պատահական օր չէր։ Դեռ հազարամյակներ առաջ Աստված հիմք էր դրել։ Եթե հիշեք սրանից տարի առաջ, միգուցե մի քիչ ավել պակաս, մի կիրակի իմ ամբողջ քարոզչության նյութը ինչն էր, հրյաների 7 տոների մասին էր։ Եթե գնաք YouTube-ում մանկակ փնտրեք եւ կգտնեք, 7 տոներ կար։ Եվ այդ 7 տոներից առաջինը որտեղից էր սկիզբ առնում, իհարկե Զատիկ տոնը։ Հրյաների համար Զատիկ տոնը առանձնահատուկ էր, որովհետև 430 տարի եգիպտական իշխանությունից ձերբազատվում էին։ Եվ այդ օրը ինչ արեցին, իրենց մատաղ արեցին զոհաբերությունը եւ Աստված հրաշքով նրանց դուրս հանեց Եգիպտոսից։ Սկսվեց Զատիկով, հաջորդը ինչն էր, բաղարջակերած տոնն էր, որը անթթխմոր հացով պատրաստում եւ ուտում էին։ Դրանից հետո գալիս էր երեխայրի պտուղի առաջի պտուղի տոնը եւ դրան հաջորդում էր հացի տոնը եւ հիմի կբացատրենք թե ինչ կապ ունի հացի տոնը Pentecost-ի տոնի հետ։ Pentecost was a festival where every Jew եւ երբ որ Pentecost-ի տոնը նորեն եմ ասում հрьяաները այսօր չեն կոչում Pentecost-ի տոն կոչում են հացի տոնը բայց հիմի կբացատրվի Երբ որ սկսում էր այդ Pentecost-ի տոնը սկսում էր Զատկվա տոնից 50 օր հետո մի քիչ հետո Սուրբ գրքից կկարդանք Իզնից ոչինչ չեմ օրինում Pentecost-ի տոնի ժամանակ այդպիսի հրաման կար, այդպիսի ցանկություն կար, այդպիսի որոշում կար, որ բոլոր շրջակա հрьяաները, որպես տարածվել էին կողքի պետություններ, քաղաքներ, ինչքան հնարավորություն ունեին, ինչ էին անում, գալիս են Երուսաղեմ, սկսած Զատկվա տոնից եւ մնում էին մասնակցում էին իհարկե Զատկվա տոնը, բաղարջակերած տոնը, երեխայրի առաջի պտուղի տոնը եւ տոնում էին Pentecost-ի տոնը կամ հացի տոնը ու դրանից հետո պետք է իհարկե չէին մնում Երուսաղեմը, որովհետեւ Մյուս 3 տոները աշնան էր, այս 4 տոները 50 օրվա մեջ էր իրականանում և հաջորդ տոները արդեն աշնան և նրանք վերադառնում էին այս տները։ Մեծ ամանսությամբ գալիս են և պատահական չէր, երբ որ Վերնատանը Աստծո հոգին իջավ և տարբեր լեզուներով աղոթում էին, ասում այնտեղի դրսից եկած մարդիկ կային։ Դրանք հրեաներ էին, որ դրսում էին ապրում և եկել էին, որպես այդ տոնակատարություններին մասնակից լինեին։ Նրանք բացարձակապես գաղափար չունեն, որ այդ օրը պետք է լսեն այդ ձկնորսներից օտար լեզուների աղոթներ։ Վերադառնանք մեր նույնին։ Pentecost, ինչպես ասեցի, հրեայերեն թարգման 50-րդ օր։ Եվ մենակ Pentecost-ի տոնը հրեական այդ հացի տոնը չէր այդպես առանձնանում, որովհետև հրեաները նաև Pentecost-ի տոնին տոնում էին ինչը
երբ Մովսեսը Սինա լեռը բարձրացավ եւ Աստված նրան 10 պատվիրանները տվեց։ Այսինքն պատվիրանների օրենքի սկզբնավորումն էր նաեւ այդ տոնակատարությունով։ Ղևտացիս Լևետիկոս 23-րդ գլխի մեջ մանրամասը նկարագրած է 7 տոների մասին։ Մանրամասը նկարագրած է։ Եվ այնտեղից ես ընդամենը մեկ համար եմ առանձնացել, որ խոսում է Պենտեկոստեի տոնի մասին։ Եվ ինչպես կտեսնեք, ասում է. մինչև 7-րդ շաբաթ ու դրա հաջորդ օրը։ 7 շաբաթ դառնում էր 49 օր։ Եվ դրա հաջորդ օրը ինչ է լինում, հաշվեք 50 օրը եւ նոր հացի նվեր մատուցեք Տիրոջը։ Դա 4-րդ տոնն էր հրյաների։ 50-րդ օրը զատկվա տոնից, ասեց 7 շաբաթ անցնում էր եւ 1 օր էլ հաշվեք եւ այդ օրը հայտարարեք ինչ 50-րդ օրը հայտարարեք որպես հացի նվերի մատուցման տոն։ Հրյաները ճանաչում են որպես հացի մատուցման տոն, բայց որովհետև 50 օր հետո էր իրականանում Քրիստոսի խաչից զատկվա տոնից, Աստված հիմքը դրել էր, որ այդ նույն օրը, այդ Պենտեկոստեի օրը, հացի մատուցման օրը պետք է լինի նաև իր որդու կյանքով, մահով, հարությունով ու զորությունով եւ համբարձումով եւ երկինք բարձրանալով հիմք դնի կառույցը, ինչը Հիսուս Քրիստոսի եկեղեցու կառույցը։ Եվ մի քիչ առաջ բավականին երկար բացատրություն տրվեց եկեղեցու այսօրվա իրավիճակի մասին։ Աշակերտները 3 տարի Քրիստոս Հիսուսի հետ քայլեցին, 3 տարի։ Նրանցից ամեն մեկը տեսավ նրա յուրաքանչյուր հրաշագործությունները։ Իմ մի քանիսը առանձնացած նրան տեսան այլակերպման լեռան վրա։ Նրա աստվածությունը ոչ մի կասկածի հարուցման առիթ չէր տվել աշակերտներին, գոնե աշակերտներին։ Ես չեմ ասում նրա 72 աշակերտների կամ այն հազարավորները, որ նրան ինչ էին անում, հետևեին ու անընդհատ փնտրում էին։ Այն բոլոր հիվանդները, որ հրաշով բժշկվեցին, այն բոլոր մեռելները, որ հարություն առան, այն բոլոր կույրերը վերտես, եւ այն ողջ խոսքի զորությունը։ Աշակերտները դրանք այդ 12 ներկայացուցիչներ էին, որ ամեն քայլափոխին Հիսուսի հետ ապրեցին, տեսան եւ վկա էին Հիսուսի աստվածության մասին։ Երբ Հիսուսը գործ առաքելոցի մեջ վերջի իր հրաժեշտն էր տալի, մինչև համբարձումը մի կրկին անգամ ասեց. ոչինչ չձեռնարկեք, կմնաք, մինչև որ զորությունը երկնքից առնեք։ Եվ տեսեք աշակերտների պատասխանը իրենց վարդապետի, իրենց առաջնորդի, որ արդեն 40 օր նրա հարությունից հետո նրա հետ շփվել են, հասկանում եք, մեռած Քրիստոս հարություն արել, 40 օր նրա հետ շփվել են, նա համբարձվում է եւ նրանց հիշեցնում է, որ ոչինչ չձեռնարկեք, մինչեւ որ երկնքից զորություն կառնեք, ու աշակերտների մոտեցումը։ Գործ առաքելոց առաջի գլուխ 6-րդ համարները, 6-րդ համարը, Acts chapter 1 verse 6, աշակերտները իրար միացան, այսինքն միաբանվեցին այդ մի հարցի շուրջը եւ նրան փառավորած Քրիստոսին, հարություն առած Քրիստոսին, որ պետք է համբարձվեր այդ մի քանի ժամերի ընթացքում, նրան հարցեցին. Տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։ Սա ինչի մասին է խոսում։ Սա տիպիկ խոսում է իմ ու քո մարդ արարածի մասին։ Սա խոսում է մեր DNA-ի մասին։ Սա մեր միս ու արյունն է, մեր էությունն է։ Սա մեր ծնունդն է, Ադամ ու Եվայի ծնունդն է, սա մեր DNA-ն է։ Մենք հրաշքներ կարող ենք տեսնել, բայց մեր գլուխը կարող ենք թեքել ու ամեն ինչ մոռանալ Քրիստոսի աստվածության մասին։ Այդպես է մարդը։ Եվ Քրիստոսը դիպուկ գիտեր իմ ու քո եւ իր աշակերտների մասին։ Դրա համար ասեց. ոչինչ չձեռնարկեք, մինչև որ երկնքից զորություն չառնեք, որտեվ ինչ էլ որ անեք կփչացնեք, ինչ էլ որ անեք խաթարվի, չի կատարվի, չի իրականանա, միայն երկնային զորությունն է, որ կարող է ցեզ առնել իր զորությանը մեջ եւ ցեզ ընդամենը որպես գործիք օգտագործել եկեղեցու շինության եւ կարողության համար։ Այդպես չէ՞, համաձայն չեք Աստծո խոսքին հետևելով։
This happened has been with the Jesus during miracles, teaching, crucifixion, death, and resurrection. Աշակերտները ամեն քայլափոխին Հիսուսի հետ էին։ Տեսան բոլոր հրաշքները, տեսան թե ինչպես այդ անմեղին սրբության սրբոցը մեղավոր հանեցին ու նրան խաչը կամեցին։ Տեսան թե ինչպես գերեզման դրեցին եւ երրորդ օրը հարությունը առած նրա գերեզմանը դատարկ էր։ Տեսան նրա համբարձումը։ Բայց այդքանով հանդերձ դեռ իրենց մեջ ինչն էր աղաղակում, հոգին սրտի ցավով ոչ, իրենց մեջից աղաղակում էր մարդը, զգացումները, իրենց ազգասիրությունը. They want to know if Jesus will restore the kingdom of Israel. Նրանց ամբողջ հետաքրքրությունը Հիսուս այդ ժամանակ որ զորություն ես ասում, ինչ-որ բաներ ես ասում, այդ ժամանակա որ այս հռոմեական զինվորների sense բնաջինջ ես անելու ու Իսրայելի թագավորություն ես կառուցելու։ Եվ նրանք միջև այդ երկվարկյանը Քրիստոսի մասին նրան հարություն առած Քրիստոսի հետ էին հաղորդում։ Դեռ մտածում են որ Հիսուս Քրիստոսը կգա եւ Իսրայելի թագավորությունը կհաստատի։ Նրանք դիտում են որպես աշխարհային թագավոր, մի զորավոր, որ կկառուցի Իսրայելի թագավորությունը։ Եվ եթե աշակերտները, որ այդ ամբողջ հրաշքներ ու հրաշագործությունները, ամբողջ հաղորդակցությունը, այդ ամբողջը տեսել են իրենց սեփական աշխարհով, հավատ պետք չէ, տեսել էին, լսել էին իրենց ֆիզիկական անկաշներով։ Եվ այդ ամբողջով հանդերձ դեռ նրանց մտքի գաղափարի, նրանց հոգու աշխարհի մեջ ինչն էր, դեռ այս աշխարհն էր, այս աշխարհի մեջ թագավորությունը, հрьяաների թագավորությունը։ Նրանք մտածում են, որ հрьяաների թագավորությունը հաստատվի, իրենց վիճակները ավելի կկարգավորվի, Հիսուսը կարժեքավորվի, որտեղ Հիսուսը կբերի այդ թագավորությունը եւ նրանք ավելի լավ կարգավիճակ կունենան։ Էլ պետք չի ձգնորս լինեն, իշխանավոր կլինեն, թագավորների պաշտոնյաներ կլինեն։ Այդպես էին մտածում, որտեղ մարդը այդպիսին է ունակ մտածելու։ Եվ այսօր եթե մի քիչ մենք կարողանում ենք հոգևոր մտածենք, դա միայն ու միայն Սուրբ Հոգու զորությունը, ուրիշ ոչ մի բան։ Երբեք չվստահես քո մտքին ու գաղափարին։ Որտև մարդ արարածը ես քո մասին չեմ կարող ասել, ես ընդունակ եմ, ես ունեմ այդ պոտենցիալը անաղուհած քրդի շուն լինելու Աստծո արած բոլոր բարեգործությունների հանդեպ։ Այդպես է մարդը, մարդու DNA-ի մեջ, հայերենով այդպես են ասում, չէ, DTN-ի մեջ այդպես գրանցված է, ով է մարդ արարածը, եւ դրա համար Քրիստոս ասեց, եթե վերստին չծնվես, չես կարող ինձ հետ բաժին ունենաս։ Եվ նա վերստին ծնունդ էր տալիս Սուրբ Հոգու զորությունով վերնատնից սկսած։ Սիրելիներս, Heavenly Father is the concern about our, եւ նրանք, գիտեք ինչ, այնպես չէ, որ Աստված ամբողջովի մեզ աչքաթող է արել, թե այսօր ու վաղը մեր ապրելակերպը ինչպես է։ Տերունական աղոթքի մեջ մենք աղոթում ենք, Տեր, մեր օրվա հացը տուր, մեր օրվա հացը մեր օրվա ապրելիքն է։ Աստված հոգ է տանում եւ Աստված սովորեցրեց մեզի այդ մասին աղոթել։ Բայց Աստված իր որդին սրբության սրբոց Քրիստոս Հիսուսին չբերեց մարմին հագցնելու եւ նրան խաչին գամելու, որպեսզի ես ու դու հարուստ ու տռուստ փորերով ապրենք, գիշերները կուշտ քնենք։ Նա իր որդուն տալիս էր, որպեսզի իմ ու քեզ մեջ հավիտենականության կյանքի հույսը հաստատի։ Նա ասեց աղոթիր քո օրվա ապրուստների համար։ Մենք այսօրվա ժողով ինչով սկսեցինք։ Բերեցինք մեր հոգսերը, մեր այսօրվա մեր հոգսերի մեջ հավիտենականությունը կարծում եմ դեռ հալա այն շատ հերո տեղերում է։ Մեր հոգսը այսօր գլուսացան, ոցացավում, տնտեսական խնդիրներ ունեմ, բիլեր ունեմ վճարելու, այս մեկը սենց ասաց, այն վտը ակսիդենտ եմ ունեցել, ավտովթարում։ Ես ինչ իմանամ, հիվանդություն կա, դժվարություն կա ընտանիքում, հոգսեր կա, շփոթություն։ Հասկանում եք հոգսերը Եվ մենք այդ հոգսերը հավատքով բերում ենք Տիրոջ ոտքի տակ, բայց Քրիստոս Հիսուսը չի սահմանափակվում մեր հոգսերի պատասխանով։ Դա ընդամենը սկիզբն է, որ մի ամբողջ հավիտենականության ընթացք տա ինձ ու քո հավատքի համար։
Եվ եթե ես ու դու հույսը դնենք մեր մտային փոփոխության վրա, սիրելիս ու հարազատս, մարդը գիտեք ինչ է իր ամբողջ էությունով, երբ որ մտնում է եկեղեցի, եթե նրա վրա Սուրբ Հոգի չի իջնում, նա մտածում է, ինչ կարող եմ եկեղեցուց տանել, ոչ թե ինչ կարող եմ բերել, ինչ կարող եմ տանել։ Եկեղեցին ինչ կարող է, ինչ շահ կարող եմ վերցնել, ինչ կարող է եկեղեցին ինձ համար անի։ Որտեվ ես էլ եմ այդպես, դու էլ ես այդպես, ամեն մեկս էլ այդպես ենք, եւ միայն փոխվել կարելի է Սուրբ Հոգու ներկայությանը մեջ։ Երբ որ դու մտածում ես, ինչ կարող եմ անել Քրիստոս Աստված քո եկեղեցուդ համար, Սարոյի համար չէ, Մարկոսի, Կիրակոսի համար, քո փառքի համար, ինչ կարող եմ անել։ Եվ դա միայն վերստին ծնված Սուրբ Հոգով լեցված մարդը կարող է նմանապես մտածելակերպ ունենա։ Գիտեք ինչ սիրելիներս, ես ընդամենը մի փոքրիկ արագ օրինակ եմ ուզում բերել, որ չգիտեմ, երբևիցե տեսել եք, ես տեսել եմ, բնականը տեսել եմ, ջրվեժներ կան, չէ, ամենուր։ Հայաստանում էլ կար, այսօր Նայեգարայի ջրվեժը համարվում ամենամեծը Աֆրիկայում։ Ջրվեժներ կան, ինչ է, որ բարձունքից ջուրը վիժում է ցած։ Եվ երբ որ տեղան կա, որ ջրվեժներ կան եւ շատ ուժեղ ցուրտ անում, այդ ջրվեժը ինչ անում, սարճում է։ Եթե փոք ջրվեժներ են, ամբողջովին սարսակալում են։ Ես տեսել եմ։ Մեր Աբովյանից դեպի բանը, որ գնում էինք ցած, այնտեղ մի փոքրիկ ջրվեժ կար, որ ես իմ սեփական աչքերով տեսել եմ, թե ձմռան ինչպես էր սարսակալել։ Այդպես սարսակալած, այն վերից մինչև վար սարսակալած էր։ Եվ գիտեք, երբ որ այդ ամբողջ նկարագրությունը տվեցի, հետևյալ ասեմ։ Գիտեք, այսօրվա մեր եւ վերստին ծնված եկեղեցիների կարգավիճակն է մեծամասնություն, չեմ կարող ես քարե շպրտեմ։ Գիտեք ինչի է նմանվում։ Մենք ամեն ինչ ոնց որ թե ճիշտ ենք անում։ Աստծո խոսքը ճիշտ ենք կարդում, Աստծո խոսքը ճիշտ ենք բացատրում, ճիշտ ենք աղոթում, Կիրակի օրերը ճիշտ ենք գալիս, ճիշտ ենք գնում, ամեն ինչ ճիշտ ենք անում։ Բայց գիտեք ինչ է մեր մեջ մեռած։ Հոգու շարժումը, հոգու ներկայությունը։ Եվ իզուր չէ որ մի եղբայր մեզ եկեղեցիներին այսօրվա այս 21-րդ դարաշրջանի եկեղեցին նմանեցնում է այդ ջրվեժները, որ իսկապես ջրվեժ է, բայց մեն ինչ տարբերությամբ սարճել է, սարսակալել է, շարժում չկա։ Լսել եք ջրվեժները, որը վերից այդպես ջուրը սկայական զորությամբ գալիս է, ինչպիսի խշշոտ, ինչպիսի ձայն, ինչպիսի էներգիա, ինչպիսի ներկայություն կա, հիմի պատկերացրեք սարճած։ Ամեն ինչը կա, բայց իրականության մեջ շարժումը չկա, կյանքը չկա, այդ կրակը չկա, այդ կենթանությունը չկա։ Ոնց որ թե ամեն ինչ ճիշտ ենք անում, բայց մի բան մեր մեջ մեռել է, եւ դա հոգու զորությունն է։ Մեր մեջ մարել է, միգուցե ես ճիշտ չօգտագործի մեռնել բան, մարել է մեր մեջ։ Այդ կրակը, որ առաջի դարաշրջանում մենք կարդում ենք Գործ առաքելություն, թե ինչպես էին աշակերտները իրենց կյանքը սահաբերելով հանուն Քրիստոսի Աստծո խոսքն էին քարոզում, տարածում էին օգնություններ, ողորմություններ, շնորհք, ներկայություն։ Եվ երբ աշակերտները հարց էին տալիս, թե երբ Իսրայելի թագավորությունը կկառուցես, Գործ առաքելոց Acts chapter 1 verse 8 Գործ առաքելոց ընդամենը 2 ամառ հետո ասում է, բայց դուք իմ ժողովուրդս, իմ աշակերտներ, բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ինչ անի, ձեզ վրա գա։ Այդ հոգին պետք է գա մեր վրա։ Այդ հոգին ոչ միայն պետք է գա մեր վրա, այլ պետք է մնա մեր վրա։ Սուրբ Հոգու մասին դեռ հարյուրամյակներ առաջ Քրիստոսի խոստում աշակերտներին, դեռ հարյուրամյակներ առաջ Հովելի մարգարության մեջ մարգարություն կար Սուրբ Հոգու թափվելու, Սուրբ Հոգու զորության մասին, տեսիլքների մասին, երազների մասին, ներկայության մասին։ Եվ Հովելի մարգարության Joel chapter 2 verse 28 Հովելի մարգարության երկրորդ գլխի ընդամենը 3 գլուխներից բաղկացած զարմանալի ձևով Աստված ընտրեց Հովելին, որպեսզի մեզ հիշեցնի ինչի մասին, Պենտեկոստեի, Սուրբ Հոգու զորության մասին։ Եվ ասում է, սրանից հետո ինչ, երբ որ Քրիստոսը համբարձում կառնի, երբ որ 10 օրը գլարանա, երբ որ հացի տոնը կգա, երբ որ 50 օրը գլարանա, ինչու է, որովհետև Աստված այդպես էր որոշել, որովհետև հացի տոնը
ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկու հաց էին պատրաստում, հատուկ պատրաստման ձև էր նկարագրած Ղևտացիս 22-րդ գլխի մեջ, եւ ասում է երերացնելով դեպի եկեղեցի են գնում եւ զոհաբերություն անում, եւ երկու հացեր ոչ այլ ինչ էր, եթե ոչ ամբողջ հին ուխտը եւ նոր ուխտը Տերը ու փառավոր Աստվածը ամբողջովին միացնում էր իր որդու Հիսուս Քրիստոսի զորությունով, Սուրբ Հոգու ներկայությունով, Սուրբ Հոգին ամբողջացնում էր եւ միաբանում էր եկեղեցին։ Սկզբում նկարագրեցի, որ եկեղեցին բաժան տարբեր համանություն ճյուղեր է, բայց չխաբվես։ Ես ու դու այդ Քրիստոսին ենք հավատում։ Մենք Քրիստոսի զավակն ենք։ Մեր հարանվանությունը Քրիստոսն է, ուրիշ ոչ մի բան, ոչ մի բան, որովհետեւ նրա մեջ է իմ ու քո կյանք ապրած օրերի այս աշխարհի վրա եւ իմ ու քո հավիտենականությունը այդ անունի մեջ ամբողջացած։ Նրան ունես, կյանք ունես, նրան չունես, ինչ տիտղոսներ ունես, ինչ հարանվանության, ինչ մեծ եկեղեցու անդամակցություն ես, ով ես, ինչ ես, ոչ մի արժեք չունի։ Ամբողջ արժեք այդ մի անունի մեջ է, Հիսուս անունի մեջ։ Եվ ավելի ու ցանկալի ու փափագելի ու առաջնորդված կլինեմ ես ու դու, եթե մենք ինչ անենք, մեր ամբողջ հավատքը կապենք, միացնենք, մեկ դարձնենք այդ անունի, Քրիստոս Հիսուսի անունի հետ։ Եվ Հովելի մարգարեության մեջ ասում է. սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ, որտեվ հիմք պետք է դներ եկեղեցու։ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիկներ պիտի տեսնեն։ Սրանք Սուրբ Հոգու պարգևներն էին, Սուրբ Հոգու զորությունն էր, որ Աստված պարգևում էր երկնքից եկեղեցու համար, որ եկեղեցին զորանա, ամրանա, միաբանվի ու մեկ դառնա։ Եվ վերջը վերադառնալով Գործ առաքելոց 2-րդ գլխի առաջի համարից, առաջի 4 համարները պարզապես նկարագրում է, թե ինչպես տեղի ունեցավ այն խոստումը, որ Քրիստոսը մինչև համբարձվելը իր աշակերտներին տվեց։ Եվ մինչև համբարձվելը չէ, ամբողջ ավետարանները, ամբողջ այդ 3 տարվա ընթացքում նա անդադար խոսում էր դրա մասին, որ ես պետք է գնամ, որպեսզի առնեք Սուրբ Հոգու ներկայությունը ու զորությունը, որ ցեզ լինի Տեր առաջնորդ եւ ցեզ խրատի, ցեզ հանդիմանի, ցեզ շտկի, ցեզ սարքի, ցեզ պատրաստի, ինչի համար, երկնային թագավորությանը համար։ Եվ Acts chapter 2 verse 1 and 2 Գործ առաքելոց 2-րդ գլխի առաջի 2-րդ համարներում այսպես են կարդում։ Եվ Պենտեկոստեի օրը, այսինքն այդ 50-րդ օրը, որ հրեաները մեկտեղ են գալի, որպեսզի հացի տոնը իրականացնեին, այս 120-ը ամբողջովին մոռացել են հացի տոնի մասին։ Նրանք գիշեր ու ցերեկ համբարձումից հետո 10 օր էր անցել։ Նրանք գիշեր ու ցերեկ հիշում էին Քրիստոս Հիսուսի խոստումը. մեկտեղ եկեք եւ աղոթք արեք, ու ոչինչ չանեք, աղոթք արեք, ու սպասեք ինչին, ու զորություն եկավ։ Եվ Պենտեկոստեյը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում, Վերնատանը։ Հանկարծ երկնքից սաստիկ քամուպես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Նրանք մեկտեղ էին, նստած էին եւ Աստծո խոստումը իրականանում էր։ Եվ 3-րդ եւ 4-րդ համարներում հետևին։ Եվ նրանց երևացային բաժանված հրե լեզուներ, կրակե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի, այսինքն այդ 120-ը տեղում մկրտվեցին Սուրբ Հոգու զորությունով, Սուրբ Հոգու կրակը առան ճաշակեցին։ Յուրաքանչյուրի վրա բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Խոսել էր տալիս Հոգին։ Սիրելիներս, այսօր ցավ ու տխրություն է այն փաստի մասին, այս երկրի մասին։ Այս երկիրը, որ քրիստոնյաները հիմք դրեցին, երբ նրանք Եվրոպայից հալածված այն ժամանակվա եկեղեցիներից, հատկապես կաթողիկ եկեղեցիներից, նրանք հալածված փախչեցին մի նոր երկիր, մի նոր անորոշություն, միակ պատճառը, ոչ թե հարստանան, ոչ թե բարգավաճեն, այլ ազատ իրենց Աստծուն կարողանան պաշտեն։
Երբ որ նրանք եկան, մինչև իրենց տունը կառուցել եկեղեցին նրանք կառուցում։ Եվ սա չեմ չափազանցնում, իրականություն եմ ասում։ Այսօր ամեն ինչ այլ է տակնու վրա եղել այս երկրում։ Այս երկրում արդյունքից եկեղեցի չի կառուցվում։ Փառք Աստծո, այս բավականին կառուցվել է, որ այսօր ես ու դու կարողանում ենք եւ քրիստոնյա աշխարհը կարողանում օգտագործել։ Եվ մի եղբայր հետեւյալ փաստն ասում է, եթե դու մոտենաս 65-ից ավելի ցածր Ամերիկայում ժողովրդին մոտենաս եւ հարցում հարցնես հավատքի, կրոնի, աստվածապուշտության, Քրիստոսի կյանքի ով լինելու մասին, վիճակագրությունը շատ տխուր ու ցավալի է, որ 65-ից բարձրը դեռ այն հին սերունդն է, որ եկեղեցին հաճախում, որ Աստծո խոսք էին լսում, որտեղ Աստծո խոսքը արժեք ուներ, նրանց մեծամասնության մեջ դեռ մտքի եւ հոգու մեջ տպավորվել է, դաջվել է Քրիստոսի աստվածությունը, բայց այսօր վիճակագրությունը ասում է, որ եթե մոտենաս երիտասարդ սերունդին, նրանք բաղափարապես գաղափար նույնիսկ չեն կարող ունենալ այդ հերթականությունը, որ Քրիստոս Հիսուսը ծնունդ առավ միանշանակ Սուրբ Հոգուց, կույս Մարիամից եւ նա իր գործնության ընթացքում հրաշքներ իրականացրեց, բժշկություններ, նրան ձերբակալեցին որպես գող ու ավազակ, սրբության սրբոցը, եւ նրան գտան մեղավոր, եւ դա էլ խաչի մահով, եւ նա խաչի մահը կրեց, նրան գերեզման դրեցին, եւ նա հարություն առավ, եւ համբարձվեց երկինք հոր աջ կողմը նստելու։ Գնացեք ձեր շրջապատին, հարցում հարցրեք, ով է Քրիստոսը։ Եվ տեսեք, այս կապակցությունը ձեզ համար կարող են բացադրել, թե ոչ։ Մեր մեծագույն կորուստը որ այսօր ես ցավով ասում եմ, լեցուն եկեղեցիներ կան, որ այսօր չեն հիշում եւ հիշատակում Պենտեկոստեի տոնը, բայց ավելի տխուր ու ցավալի իրականություն կա, որ երբ որ դուրս ես գալիս եկեղեցում, հասարակության մեջ բացարձակապես կուրություն է տիրում հավատքի ու հավատքի հետ կապված ինֆորմացիայի մասին։ Ոչ մեկը, ոչ մի գիտություն չունի։ Նա գիտի եկեղեցի շենքը, այս եկեղեցու շենքը, եթե տարին մեկ առիթով հարսանիքի կամ թաղման արարողությամբ անցնի խաչակնքի կամ միամոմ վառի, դրանով ամեն ինչ սահմանափակվում է այդ մարդու կյանքում։ Եվ Աստված փառավորը այս ողջ տիեզերքը կառուցեց ինձ ու քո մարդ արարածի համար, եւ այդքանով հանդերձ չխնայեց իր որդուն, եւ դրանով հանդերձ Սուրբ Հոգին ուղարկեց, որպեսզի իջնի մեզ վրա եւ մեզ առաջնորդի։ Եվ ինչն էր մեր պատասխանը Քրիստոսին։ Երես դարձրեցինք եւ մենք մտածեցինք, որ մենք կարող ենք մեր մեջ աստվածներ լինել եւ մեր կյանքը հոգ տանել։ Եվ այսօր մի հատ նայեք ձեր շուրջ բոլոր իշխանավորների։ Մի հատ նայեք, թե Ամերիկան վերջի 4 տարում ինչ սերմանվեց, դառնություն, ցավ, անհավատություն, տխրություն։ Գիտեք, ժամանակ առ ժամանակ լսում եք դեմոկրատները եւ լիբերալները այդպես ոռնում են, աղաղակում են, զենքերը մարդկանց ձեռքից հավաքեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Թույլ տվեք ես մի բացատրություն տամ։ The problem is not the guns. It's hearts without the God. Սրտերն որ Աստծուն կորցրել է։ It's homes without the discipline. Տները որ կարգ ու կանոն չունի։ Երեխին ծնողին չի արգում, ծնողի համար երեխեն է արժեք զրկվել։ Նա երեխուն տեսնում է ընդամենը իր հաճույքի հետևանքը։ Եվ այդպես հեշտ ինչ են անում, երեխեքին թողնում են, անտերության են մատնում։ Ինչքան դեպք եղավ, որ նորածիներ են գտնում աղբանոցներում։ Կիսամեռ կամ մեռած վիճակում։ Schools without a prayer.
1963 թվում ընդամենը մի կնոջ բողոքով աղոթքը հանեցին ամբողջ Ամերիկայի դպրոցներից, մի կնոջ բողոքով, մեկ հատիկ կին։ Եվ այսօր դպրոց ունեք առանց աղոթքի, տեսեք թե ինչ է կատարվում դպրոցներում։ Եվ վերջը courtroom without justice, դատարաններ, որտեղ դատավորները ինչ են, ամբողջովին փչացած, հղպացած կաշառակերների մի ամբողջ հավաքածու։ Այս երկիրը տակնը վրա է եղել։ Մարդիկ հավաքվեցին, ամբողջ Ամերիկայի ժողովուրդը ոտքի ելավ, նախագահ ընտրեց։ Այս երկրում 1750 ֆեդերալ ջաջեր կան, դատավորներ, ֆեդերալ։ Եվ նրանցից ամեն մի ճիվաղը կարող է նախագահին ոչնչացնել, նրա հրամանել ինչ անել, չեղյալ համարել։ Ես չեմ հասկանում, էսի երկիրա թե խեղկատակություն։ Եվ այդ բոլորը ինչ է ուզում, սատանան է ուզում, որտև կարգ ու կանոնի մեջ հոգի կա, կյանք կա, անարուշության մեջ, քաոսի մեջ ով է շահում, իհարկե այս աշխարհի իշխանը։ Դրա համար վերջի 2 օրը տեսեք թե Լոս Անջելեսում ինչա տեղի ունենում, սատանան ամբողջովին ինչ արել, փացել է իր ձեռքերը ու դռները, ժողովուրդը ցույցի են դուս եկել, տներ են վառում, մեքենաներ են վառում, բողոքում են, ինչի, անտերություն են ուզում, այն վերջի տարիների անտերության են կարոտել, որտև այդ անտերությունը լեցուն ձրիակերներ սարքեց այս երկրում, իսկ Աստված ուզում է, որ ես ու դու նրան ճանաչենք, նրան ճաշակենք, նրան հավատանք։ Եվ վերջը իմ խոսքը ուզում եմ ավարտել հետևյալ մի հատ ճշմարտությունով։ Միայն այս երկիրի չէ մեր մարդկության ողբը։ Մենք կարդում ենք, որ Քրիստոս Հիսուս համբարձվավ եւ ամպերը նրան առան երկին տանելու։ Նա այսօր հոր աջ կողմը նստած բարեխոսը ամեն իրեն հավատացողի համար։ Ռուսական տիեզերագիտության ասպարեզում այսպիսի մի պատկառելի անուն կա, Յուրի Գագարին։ Յուրի Գագարինը, որ առաջի անգամ, առաջի մարդն է, որ դուրս եկավ տիեզերք, եւ նա վերադարձավ, ասեց, ես գնացի ամպերից այն կողմ, ու ոչ մի Աստված էլ չտեսա, որովհետև Աստված չկար։ Եվ գիտեք ինչ, իր հաջորդ թռիչքի նա իր մահկանացուն կնքեց այս տիեզերքում 34 տարեկանում։ Աստված չի պատժում։ Մենք մեզ ենք պատժում, երբ Աստծոց ենք հեռանում։ Թող Աստծո Սուրբ Հոգին իջնի ինձ ու քո վրա եւ առաջնորդ լինի մեր կյանքի ապրած օրերի մեջ։ Ամեն։